Жизнь невозможно повернуть назад. Հաճիկ ջան, արդեն երգում է։ Էլ առաջվանը չէ Հովիկ Աղազարյանը, որ Հիսուսի գոյությանը հավատացել է Փաշինյանին ճանաչելուց հետո։ Մի դար ավտորիտարիզմը վատ բան է։ Լսելու ունակ Փաշինյանը ավարտվել է ու ծնվել է Նիկոլ Փաշինյան ավտորիտար ղեկավարը, պնդում է Աղազարյանը։ Հետո դա բռնապետ։ Աստված չալի, ես իմ համեստ անձով պիտի ամեն ինչ անեմ, որ դա տեղի չունենա։ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իրական Հայաստանի գաղափարախոսության ամենաջերմերանտ պաշտպանն էիք ընդամենը ամիսներ առաջ։ Այո, ես իրական Հայաստանի կողմնակիցն եմ եւ տերն եմ, բայց ինչ կարիք կա առավոտ այդ մասին խոսալ։ Կեսօրին այդ մասին խոսալ։ Երեկոյան այդ մասին խոսալ։ Հաջորդ օր այդ մասին խոսալ, ինչ կարիք կա։ Դե հիմա կա, ըստ Կոնջորյանի։ Ես միայն մի դրվագ հիշեմ, որ այս ամբյոնից ասում էիք, Հովիկ Աղազյան հիշում եք ինչ էր ասում էր, երբ որ ես փոքր էի, Կիլիկիայի մասին երգ էի լսում, լացում էի։ Հետո երբ որ մեծացա, հասկացա, բայց Կիլիկյան ինչ է, խեմ Կիլիկիայի համար լացում։ Ես քիչ եմ համարում Կիլիկյան իմ հայրենիքը, որ այսօրվա ուժեղ տղերքը, չվախենան Նիկոլ Փաշինյանից եւ հեռանան ուրիշ երկրներում Կիլիկիա ստեղծեն, թող իրաց հայրենիքին տերել են։ Չի նահանջում Հայկ Կոնջորյանը, ինչպես կարող է Աղազարյանն ասել, որ Փաշինյանը ավտորիտար է, դադարել է լսել, միանձնյա որոշումներ է կայացնում, անգամ Աղազարյանի համար վտանգի հոտ ունեցող որոշումներ։ Եվ ես նորից ասում եմ, հələ մի հատ պատկերացրեք, դուք 2003 թվականին եք падգամավոր։ Եվ այս ամեն ինչը անում եք։ Ինչ կլիներ ձեզ հետ ամենամոտակա ռեստորաններից մեկի զուգարանում եւ ինչքան արագ դա կլիներ։ Ճիշտ է, զուգարաններում չեն սպանում, բայց սպանության տարբեր ձևեր կա, պարոն Կոնջորյան։ Սպանության եւ մարդուն ոչնչացնելու տարբեր ձևեր կա։ Եվ դեռ հարցը զուգարանում սպանելն է ավելի մարդկային, թե մտնել ուրիշի հեռախոսի մեջ։ Պարոն Աղազյան, կյանքում կրակ արած կաք, կրակ։ Կա, եւ ուրեմն ՔՊ խմբակցության ղեկավարը շարադրում է միտքը նախկին ավագ թիմակցին համեմատում Տաշեղի հետ, միջոց, որով ըստ Կոնջորյանի ընդդիմությունը փորձում է իշխանության դեմ կրակ բորբոքել։ Հիմա դուք այս ժողովրդի համար ընդհանրապես Տաշեղ եք, որ ուզում են այդ կրակի մեջ մտցնեն, որ այդ կրակը բոցավառվի։ Այդ կրակն ինչ կրակ է, այդ այն կրակն է, որով որ իրանք ուզում են Հայաստանը եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը ու պետականությունը հրդեհել։ Ստիպված էր Աղազարյանը փոքրիկ տղաների տարեկի նաեւ իր տղաների տարեկից պարոն Կոնջորյանին որոշ պարզ ճշմարտություններ բացատրել։ Օրինակ, այն երիտասարդ թիմակիցների մասին, որոնք կարդում են ավագ գործընկերոջ անձնական նամակագրությունները ու դեռ մի բան էլ նրան անբարոյական անվանում։ Ոնց պիտի նայի իմ տղաների աչքերին, ոնց պիտի նայի իմ շրջապատի աչքերին, բայց ես նայել եմ իմ տղաների աչքերին։ Իմ տղաները պարոն Սիմոնյանի մոտ ինձ պաշտպանել են։ Եվ այսօր Հայաստանում չկա մի հատ մեկը, որ իր կողքին կանգնած լինեն 3 հատ տղա, չհաշված պարոն Ասլանյանը, որպես ընկեր։ Չկա մեկը, որ իր կողքին կներեք ռուսների բանեմար նասմերտ կանգնած լինեն իր տղեկը։ Այդ մեկը ես եմ, եւ ես Տաշեղ չեմ, պարոն Կոնջորյան։ Ինքը Տաշեղ չէ, իսկ Փաշինյանը, այո, կրկնում է, ավտորիտար է։ Եթե վարչապետը կանգնում ասում է ուղիղ եթերով, ելույթ անում համեկի ուղիղ եթերով եւ հայտարարում, որ ինքն է ԲԴԽ-ի նախագահին ասել, որ բանանի, հրաժարական տա, ավտորիտարիզմը ո՞րն է։ Ըստ Աղազարյանի Նիկոլ Փաշինյանը ավտորիտար է դարձել սիրելով։ Մի անգամ Աղազարյանը նաեւ վարչապետին է ասել, շատ սիրելով ուժեղ է գրկում։ Խեղդվում ենք։ Խեղդում է կուսակիցներին, ենթականերին, փաշինյանական սիրով շղթայում։ Եվ այս շղթաներից ազատվեք, որ ինքն էլ ուժեղ լինի։ Մենք ենք իրան թույլատրել, մեր բանով, եւ շատ ենք թույլատրել։ Եվ երեկվա իր ելույթը ստելիս դրա պատվիսն է։ Դասական ժողովրդավարություն է, պարոն Աղազյան, ոչ թե ավտորիտարիզմ։ Եվ այդ դասական ժողովրդավարության համար, եթե որևէ անձ կա, որին դուք ամենաշատը պիտի պարտական լինեք, այդ անձը Նիկոլ Փաշինյանն է։ Էլ ոնց ասի, որ հասկանան երիտասարդները, ժողովրդավար վարչապետը ինչ գործ ունի падգամավորին, այսպես ասած խնդրել, մանդատը վայր դնել։ Ես կարամ կներեք հազարական քֆուր ուտեմ։ Դուք կարաք երթեք, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին։ Կարաք երթվեք, դուք երթեք ուրեմն, հարմար պահի։
Դժվար է ասել, թե երբ ու ում անունով է երդվելու Կոնջորյանը, որ տիկին գլխավոր դատախազը վարչապետի ցուցումով չէ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացրել։ Իմ խոսքի արդյունքում դուք հակատրվեք ինձ։ Իդեպ, հիասթափված է Հովիկ Աղազարյանը։ Իր երիտասարդ երբեմնի կուսակիցը քաղաքական թիվ 1 ամբիոնից դատարկախոսությամբ էր զբաղված։ Այսպես կանգնած ելույթ եք ունենում, չէ՞։ Եթե այնտեղից մի հատ բան գցենք լույս, որ տնակ ստվեր կա թե չէ, ստվեր չի առաջանա։ Ձեր գեղեցիկ խոսքը դատարկ է արդյունքում։ Դուք բարերի կույտ եք հավաքում իրար գլխի եւ միտք եք արտահայտում։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։